Ծննդոց գլուխ 16 Սարան Աբրամի կինը չէր ծնում նրա համար։ Նա մի եգիպտացի աղախին ուներ անունը Հագար։ Սարան ասաց Աբրամին. «Ահա Տերն ինձ զրկել է ծնելուց։ Մտիր ուրեմն իմ աղախնի մոտ, գուցե նրանից որդի ստանամ»։ Աբրամը լսեց Սարայի խոսքը։ Սարան Աբրամի կինը վերցրեց իր եգիպտացի աղախին Հագարին ու նրան կնության տվեց իր ամուսնուն Աբրամին Քանանի երկրում 10 տարի բնակվելուց հետո։ Աբրամը մտավ Հագարի մոտ և նա հղիացավ։ Երբ Հագարը տեսավ, որ հղի է, արհամարհեց տիրուհուն։ Սարան ասաց Աբրամին. «Իմ կրած արհամարանքի հանցավոր, ես իմ աղախնին քո գիրկը հանձնեցի, և երբ նա տեսավ, որ հղի է, արհամարհեց ինձ։ Տերը թող դատաստան անի իմ և քո միջև»։ Աբրամն ասաց Սարային. «Քո աղախինն ահա քո ձեռքում է, վարվիր նրա հետ ինչպես հաճելի է քեզ»։ Եվ Սարան նեղեց նրան, և սա փախավ նրա մոտից։ Տիրոջ հրեշտակը նրան գտավ անապատում, ջրի աղբյուրի մոտ, Սուրի ճանապարհի վրա գտնվող աղբյուրի մոտ, և ասաց. «Ով Սարայի աղախին Հագար, որտեղից ես գալիս և ուր ես գնում»։ Նա պատասխանեց. «Ես փախչում եմ իմ տիրուհի Սարայի մոտից»։ Տիրոջ հրեշտակն ասաց նրան. «Ետ դարձիր քո տիրուհու մոտ և հնազանդվիր նրան»։ Եվ տիրոջ հրեշտակն ասաց նրան. «Ես այնքան եմ շատացնելու քո սերունդը, որ շատությունից հաշվել չլինի»։ Տիրոջ հրեշտակն ասաց նրան. «Ահա դու հղի ես և որդի կծնես, նրա անունը Իսմայել կդնես, որովհետև Տերը լսեց քո տառապանքը։ Նա մի վայրի էշի նման մարդ է լինելու, նրա ձեռքը բոլորի դեմ և բոլորի ձեռքը նրա դեմ է լինելու, և նա իր բոլոր եղբայրների առջև է բնակվելու»։ Հագարն իր հետ խոսող Տիրոջ անունը կանչեց. «Դու իմ տեսիլքի Աստվածն ես», որովհետև ասաց. «Արդյոք ես ողջ եմ իմ տեսիլքից հետո»։ Դրա համար այդ ջրհորի անունը Լահայրոյի ջրհոր դրեց։ Այն գտնվում է Կադեսի և Բարադի միջև։ Հագարը մի որդի ծնեց Աբրամին, և Աբրամը Հագարի իր համար ծնած որդու անունը դրեց Իսմայել։ Աբրամը 86 տարեկան էր, երբ Հագարը Աբրամի համար ծնեց Իսմայելին։